Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն այդպես ներկայացնելով որի ձայնս պակեն բան, ես նորից առաջադրել եմ իմ տեխնատությունը։ Դա նշանակում է, որ ես ինչքան եմ սիրում իմ հայրենիք ու իմ քաղաքը։ Գիտակցաբար մտել եմ այս ծանր գծի տակ։ Հավանական է սա եզրամուծն է, եթե աշխատում եմ։ Եվ այս ծանր պայմաններում քաղաքի համար առաջի խնդիրներից մի քանիսը ուզում եմ ասել, ուրեմն դա աշխատատեղերի ստեղծումն է, որ կապում է ամբողջ Հայաստանում և նամանավան Գյումրի քաղաքում։ 37 տարի մենք լսում ենք մի խոսք, որ ամենաանալով խավը ապրում է Գյումրի քաղաքում Շիրակի դաշտավայրում։ 37 տարի։ Եվ ցավոք սրտի դերական լուրջ մոտեցում աշխատատեղերի ստեղծման մարդկանց կյանքը բարելավելու ես չտեսա ուրեմն գործող իշխանության տեխնացուի ծրագրերի մեջ։ Ես տեսա մի բան, բակերևը բարեկարգենք ասֆալտ կարենք։ Իսկ այդ ժամանակ իրենց ղեկավարն ասում էր, թե ասֆալտը շատ հատկատ կա ասֆալտի մեջ, դրա մանեք ասֆալտ անում։ Այսօր ամենաշատ ասֆալտը գիտենք են անում ու ասֆալտի վրա են ասֆալտ անում, ամենասարսափելին դա է։ Ես հատուկ ուշադրությամբ ու շուշով հետևում եմ։ Լավ, չեմ ուզում ես հիմա դրանք շատ անդրադառնալ, բայց ինչ եմ ուզում ասել։ Համար առաջինը Գյումրիին պետք է աշխատատեղ, որը ցավոք սրտի 12 միլիարդ դոլար վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել։ Դերսիկ։ Երկրորդը դա բնակարաններն է, որ ասենք, պատկերացրեք 37 տարի մարդիկ մնացել են այդ տնակների մեջ։ Ցավում եմ, որ այն ժամանակ, երբ որ Խորհրդային Միությունը կառուցում էր բնակարանները 58 թաղամասում եւ այդ ամեն տեղը, ՀՀՇ-ի պարագլուխներն ասում են, թե մենք մեր ձեռքով մեր տունը պիտի կառուցենք, եւ եկան այստեղ ռուսներին այստեղից դուրս հանեցին եւ մեր ձեռքով մեր տունը կառուցելը տևեց 37 տարի։ Ուրեմն այն ժամանակվա ռուսների թողած այդ չին մատերիալով եւ ամենջով կարել էր երկու Հայաստան կառուցել եւ այդ եկած օգնություններով։ Չեմ ասում, որ գործարանները համալրվել էին 21-րդ տարի ամենաժամանակակից պետինասարկավորումներով եւ ցավոք սրտի պետության աչքի առջև ինչ որ մի հատ տնօրեն, սուտ տնօրեն, Հավության Նոխազը, այս ժամանակվանից մինչև հիմա սուտ տնօրենների անուն են տալիս պետք է քաղաքավերների, որովհետև ուրեմն Հավության Նոխազը իրենք են հանդիսանում։ Ուրեմն ամբողջությամբ վաճառեցին Թուրքիա, Պարսկաստան եւ դրսում վաճառեցին։ Ոչ մի մեկենասարկավորում չմնաց, գործարանները անդերուս մնացել է, պատկերացրեք հսկայական Ուրբան Ասկերենի գործարանը, որ պահում են ամբողջ համամիութենական նշանակություն ունեցող գործարանները, այսօր ինչ որ մի քանի մի հոգի ասենք, սեփական աշնորհել է։ Պետությունը չի կարճում ասում, թե գիտեք ինչ կա, ես ինչով օգտակար չեմ, ինչ վարկեր տրամադրեմ ձեզ, որպեսզի կարողանաք աշխատանքներ ստեղծել։ Մոսկվայից ու դրսից մարդիկ եկել են այստեղ գործարան են բացել, հենց այդ գործարանի մեջ տարածքները վերցրել են, ուրեմն արտադրանք են, որ աշխատատեղեր են ստեղծել։ Բայց պետությունը չի կանչում, չի զգացկացնում մարդկանց, չի կանչում, չի օգնում, որովհետև բանկային մի համակարգ կա։ Բանկային, որ ասել կա կործանման, որ երկիրը, որ բանկերը 18-ից 25%-ով բանկեր է տրամադրում, ուրեմն գիտեցեք, դա երկիրը տանում է կործանման։ 0.25% գումարները վերցնում են, իրանց ընտանիքների մեջ վարժաններ են, բանկեր են ստեղծել, բոլորի ժողովրդի վրա 18-ից 25%-ով բանկերը տրամադրում են։ Հիմա ուզում է սահմանը բացել Թուրքիայի։ Թուրքիայի սահմանը, որ բացեցին Թուրքիայում վարկերը 2-ից 4% է, բացի դրանից գործարարներին տալիս են 1% կամ ընդհանրապես տոկոսներ չեն վերցնում։ Եվ հիմա այդ գործարարները 2%-ով վարկերը վերցրած 25%-ով Հայաստանի գործարարները։ Դուք պատկերացնում եք ինչ որ կա փակվելու է։ Այդ պետությունը չի գալիս, իրանց համար այդ հարցերը նշանակություն չունի, ընկել են ստից, հատիկ, ջիպ, չգիտեն կատլետ ետին վերադարձնելու այդ սկզբունքին արդեն հասկանալի է տանել։